Ինչպես տեսնում եք, իշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում։ Ձեր կարծիքով ճարահատյալ է դա անում եւ արդյոք Փաշինյանին այդ եղանակով կհաջողվի 2026 թվականին նորից ստանալ ժողովրդի քվեն։ Դա ոչ թե նորից ընտրվի, դա իրան մինուս է գնում։ Քաղբանտարկյալը ինչ արել, որ այդքան տանում ենք բերթերը լցնեմ։ Չգիտեմ, դրանք դիտավորություն իրանց աթոռը պաշտպանելու համար։ Իրարաբլուր եղել եք դուք։ Հնարավոր է։ Ձեր հարցին հարցով եմ, հնարավոր չի։ Այն սիրունը մեր երեխեք են տղեկը, որ գնացին, ոնց կարա լինի։ Այսօր մի անեմ, ես իստում է քիչ ալը, երևի մի երկու ամիս հետո բուն թեման դրա կսկսի, մի 50 հոգի հետի պես պետք է որ կասեցնեն էլի գործնությունը, որպեսզի իր ճանապարհը բացվի։ Եթե բանտերը լցված են նման մարդկանցով, որոնց ինքը դեմ էր նախկինում, որ այդ ձևի բան լինի, չէ, ընդդիմադիրներին կալանավորեն, պետք է լինի ազատ մրցակցություն։ Եվ ով կհաղթի, նա թող հաղթի։ Թոս փչելու, նորից ընտրվելու, պահա, որ ինքը պետք է ուզմանտրի խաղերատարի, որ թադա նորից ընտրվի։ Ճարահատյալ անեմ, որովհետև նախ ընտրական շեմա պետք է շոու անի։ Որ ընտրվի։ Ինա հենց դա մանան, որ ինքը ընտրվի, շատ խոսացող չլի։ Ինա որ թարս մարս խոսում է, նրանց տանում է բանտարկում է։ Կհաջողվի այդ տարբերակով նորից ընտրվի։ Չէ, լիշնի ես չեմ ընտրի, ինձ նման այնքան մարդիկ կա, որ չեն ընտրի։ Իրանց օգտի համար, իրանց պաշտոնի համար։